Մենք ձեզ հետ միասին ուղևորվում ենք Սյունիքի մարզ, Տաթևի վանական համալիր, բացահայտելու մի գողտրիկ և առանձնահատուկ հուշարձանի գավազանսյան առեղծվածը։ Մենք ձեզ հետ միասին կշրջենք այդ շքեղ համալիրում, կգիշերենք այդտեղ, և եթե մեր բախտը բանի, երկինքը լինի աստղազարդ, գուցե տեսնենք գավազանսյան հրաշքը։ Մնացեք մեզ հետ և կիմանաք, թե 2012 թվականին, երբ շատերը բուժում էին աշխարհի վախճանը, ինչ էր մեզ հուշում Տաթևի ճոճվող սյունը։ Տաթևի վանքում կանգնած գավազանսյունը համարվում է հայ միջնադարյան ճարտարապետության հրաշալիքներից մեկը, այն կոչվում է նաև ճոճվող սյուն, որ դեպքերում է ճոճվել սյունը և ինչ է այդ նշանակել։ Ինչպես եղավ, որ դարերի ընթացքում այն մնաց կանգուն, երբ բոլոր շինությունները երկրաշարժից կամ թշնամու հարձակումներից ավերվել են։ Ինչ գերբնական և բնական երևույթներ են կապված գավազանսյան հետ, փորձենք զատել իրականությունը և առասպելը։ Տաթևի գավազանսյուն, 9-րդ դար, Տաթևի վանական համալիր, Սյունիքի մարզ, հեռավորությունը Երևանից 253 կիլոմետր։ Տաթևի ճոպանուղին, որն ի դեպ համարվում է աշխարհում ամենաերկարը, 5752 մետր, Որոտանի գեղատեսիլ ձորի վրայով 12 րոպեում մեզ հասցնում է վանական համալիր։ Որոտանի անվտանգ ձորի հեռանկին է գտնվում Տաթևի վանքը։ Այդ ձորը ունի մինչև 800 մետր խորություն։ Մեր պատմության ամենալուսավոր էջերի վկայությունն է Տաթևի վանքի պատմությունը։ Տաթևի համալսարանի, Տաթևի վարդապետների հռչակը մնաց անկերազանցելու։ Տասնյակ տարիներ ու հսկայական աշխատանք է պահանջել այս համալիրի կառուցումը։ 8-րդ դարից մինչև 18-19-րդ դարեր կառուցվել ու վերակառուցվել են գլխավոր Առաքելոց կամ Պողոս Պետրոս եկեղեցին, Սուրբ Աստվածածինն ու Գրիգոր Լուսավորիչը, Մատենադարանը, դպրոցը, սեղանատունը, հսկա պարիսպները։ 8-րդ դարում այն արդեն Սյունյաց եպիսկոպոսության կենտրոնն էր։ Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն ու քրիստոնեական եկեղեցու խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկը Հայաստանում։ Համալիրի ամենաառեղծվածային, անբացատրելի կոթողը, սակայն, գավազանասյունն է։ Ճոճվող գավազանասյունը կառուցվել է կաթողիկոսական գավազանի նմանողությամբ։ Անունը Սուրբ Երրորդություն է։ Մենք քրիստոնյաներս հավատում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Եվ կարծես ինչպես Աստված է անհասկանալի, անիմանալի, անմատչելի, անընդգրկելի, այդպիսի մի խորհուրդ են դրել նաև գավազանասյան մոտ, ճոճվող գավազանասյուն, որ թերևս իր նմանը ժամանակին չի ունեցել և այսօր ևս Հայաստանում հին մշակութային կոթողների մեջ, եկեղեցիներում, վանքերում իր նմանը չունի։ Համաձայն հուշարձանի մոտ դրված տեղեկագրի, գավազանսյունը կառուցվել է 906 թվականին, սակայն Սյունյաց աշխարհի պատմիչ Տաթևի եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանն ասում է, որ այն կանգուն էր դեռ Պողոս Պետրոս տաճարի կառուցումից 2 տարի առաջ, այսինքն վանական համալիրի հիմնադրման ժամանակ։ Դա նշանակում է, որ այդ սյունը, գավազան սյունը,
անկասկած ունեցել է խորհրդանշական իմաստ, որը ցավոք տարիների դարերի ընթացքում մոռացվել է։ Այս սյունը իր շարժման, ճոճման շնորհիվ ի տարբերություն հարևան շինությունների մնացել է կանգուն, դիմագրավել է բոլոր արհավիրքներին եւ անկասկած ճարտարապետական գլուխգործոց է։ Հայաստանում բազմահազար խաչքարեր ու խաչարձաններ կան։ Առաջին հայացքից Տաթևի սյունն էլ կարող էր դիտվել որպես դրանցից մեկը։ Սակայն հազարավոր սյուն խաչքարերից միակը, որ ճոճվում է, այս գավազանասյունն է։ Ասում են, սյունը ճոճվում եւ ողջունում էր Տաթևի արժանավոր վարդապետներին։ Ճոճվող սյան հրաշքը մեզ հասել է ավանդազրույցների միջոցով, եւ որևէ կերպ բացահայտել այս առեղծվածը անհնար է թվում։ Տաթևի շրջանավարտները կանգնում էին գավազանասյան մոտ եւ աղոթք էին անում։ Եթե ճոճվում էր գավազանասյունը, ապա իմանում էին, որ այս տեխնացուն արժանավոր է, տալիս էին վարդապետական աստիճան։ Եվ ասում են, որ Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզների ժամանակ մշտապես ճոճվել է գավազանասյունը, ապացույցում այն բանի, որ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերը, քարոզը օժտված է Սուրբ Հոգու զորությամբ։ Ավանդությունը գեղեցիկ է, բայց չմոռանանք, որ հայոց եկեղեցում վարդապետական գավազանի տվչության կարգը հաստատվել է 15-րդ դարում։ Գրիգոր Տաթևացին նույնպես քարոզել է 14-ից 15-րդ դարերում, իսկ սյունը 6 դար ավելի հին է։ Նշանակում է, նրա կառուցումը ունեցել է նաև այլ նշանակություն։ Հայտնի է, որ Տաթևի հոյակերտ համալիրը պարբերաբար ավիրվել է կամ երկրաշարժերից, կամ թշնամիների ասպատակություններից։ Վերջին ամենաուժեղ երկրաշարժը այստեղ տեղի է ունեցել 1931 թվականին։ Վանքն ավիրվել է, քանդվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը, կանգուն է մնացել միայն 9-րդ դարում կառուցված գավազան սյունը։ Ասում են, որ թշնամու հարձակման ժամանակ ձիերի դոփյունից գավազանասյունը ճոճվում էր եւ իմանում են, որ թշնամի կհարձակվի։ Երկրաշարժային գոտի եղել ցնցումների ժամանակ էր ճոճվում, իմանում են երկրաշարժ կլինի։ 1931 թվականին երկրաշարժ է լինում, երկրաշարժից գավազանասյունը որոշակի խախտումներ է կրում, խախտվում է, բայց մինչ օրս ճոճվում է, հնում 30 սանտիմետր ամպլիտուդայով էր ճոճվում, այսօր 5-ից 6 սանտիմետր, բայց այնուամենայնիվ ճոճվում է։ Գավազանի ներքին շինարարական կառուցվածքը մինչև վերջ պարզ չէ։ Այն արդյունք է հայ ինժեներական հանճարի, որն ինչպես ասում են, հանդգնել է սյունը դնել ավազե կողեր ունեցող ծղնյավոր հենարանի վրա, ծանրության կենտրոնը հնարամտորեն տեղափոխել սյան ստորին մասը։ Սյունը պետք է շարժվեր բոլոր կողմերի վրա ու չպետք է քանդվեր։ Ճոճման հրաշքը ահ էր տարածում թշնամիների վրա։ Ավանդությունն ասում է, որ գավազանը սարսափեցրել է վանք արշաված սելջուկներին, որոնք ձորից ցած են նետվել գավազանը համարելով սատանայի աշտարակ։ Տաթևի ճոճվող սյան նշանակության մասին երկու հիմնական վարկած կա։ Ըստ առաջինի երկրաշարժի ժամանակ ճոճվելով այն զգուշացրել է աղետի մասին։ Ըստ մյուսի այն ճոճվել է ձիերի սմբակների դոփյունից եւ զգուշացրել թշնամու հարձակման մասին։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ սյան կառուցման մասին արձանագրությանը, ըստ որի այն կանգնեցվել է 895 թվականի օգոստոս Նավասարդ ամսվա 11-ին։ Արդյոք պատահական է Նավասարդ ամսվա 11-ի օրը։ Կարծիք կա, որ ոչ։ «2008 թվականին, երբ մենք հայտնաբերեցինք առաջին անգամ Օրիոնը,
սյան գլխին կանգնած, մենք շշմեցինք եւ դրան պետք էր պատասխան տալ։ 2012 թվականին վերջապես ես ստանում եմ ուրեմն ռուս աստղագետից ուրեմն հիմնարար պատասխան արդեն, որովհետեւ դա ուրեմն տեխնիկայի միջոցով կան հիմա կոմպյուտերային ուրեմն այդպիսի աստղային ծրագիրներ, որոնք շատ հստակ անսխալ կարող են ուրեմն վկայություն տալ, թե աստղը որ ժամանակաշրջանում որ կետում է եղել։ Օրիոն համաստեղությունը 2012 թվականի օգոստոսի 11-ին լույս առավոտյան գտնվել է իրեն երկնային ձգվածության ամենաբարձրագույն կետին եւ արդեն պետք է հետ գնա։ Եվ պատկերացնում եք այդ կետին նա հասնում է 25920 տարին մեկ անգամ։ Ինչպիսի ճշգրտություն 9-րդ դարում երբ որ կառուցել է Տաթևի սյունը, մենք աստղային այդ ուրեմն ծրագրով նայել ենք, հենց Ելենա Գիենկոյի ուրեմն օգնությամբ եւ ստացվել է այսպես, որ առաջի աստղը, այդ մինտակա կշիռ աստղը այն ժամանակ օգոստոսի 11-ին առաջի աստղն է երևացել սյան գլխին։ Իսկ հիմա մենք ունենք արդեն 3 աստղերի կանգուն վիճակը, պատկերացրեք իրանք հաշվարկել են Տաթևի սյունը կառուցելուց, նայեք ինչ հաշվարկներ են նրանք կատարել։ Բարձրությունը սյան այնքան պետք է լինել, ոչ ավել, ոչ պակալ սանտիմետրի ճշգրտությամբ, որպեսզի երբ այն 2012 թվականի օգոստոսի 11-ին Օրիոնի 3 աստղը կանգնած լինեին Տաթևի սյան գլխամասում եւ գրկեին երկնային զրոն, պատկերացնում եք դա ինչ է, 1000 տարվա հաշվարկ են արել ժամանակին, դա ինչ գիտելիք է եղել, դա ինչ տիեզերական գիտելիք է։ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ Տաթևն ուներ դիտանոց։ Եթե կանգնենք այդ դիտանոցի կտուրին, կնկատենք, որ այն նայում է ուղիղ դեպի սյունը։ Ենթադրություն կա, որ հենց սյունն է եղել այն կայուն դիտակետը, որի միջոցով ուսումնասիրվել է աստղային երկինքը եւ հաշվել ժամանակը։ Տիրապետել են արդյոք Տաթևի վարդապետները աստղագիտական ու թաքնագիտական տվյալների, առայժմ ապացուցել դժվար է։ Դա հնարավոր կլիներ, եթե հայտնաբերվեին Տաթևի հռչակավոր գանձերը։ Տաթևի վանքը իր ծաղկուն շրջանում 500 վանական է ունեցել, որոնց մեծ մասը զբաղվել է գրչությամբ։ Նրանց ստեղծած բազմաթիվ մագաղաթները պահվել են այս մատենադարանում եւ պատահական չէ, որ այս մատենադարանի պատուհանները նայում են դեպի ձորը։ Այստեղ բազմաթիվ գաղտնի ելքեր ու մուտքեր են եղել, որպեսզի այդ գանձերը, որ գրքերն էին, մագաղաթները հանկարծ չընկնեին թշնամու ձեռքը։ Տաթևի հասկանում եք եպիսկոպոսները շատ ուժեղ են եղել, շատ ուժեղ եւ իշխանը որ եկել է եպիսկոպոսը տեղից էլ չի շարժվել 677 գյուղ միայն 10-րդ հարկեր տալիս հասկանում եք Տաթևի վանքին որից սեփական իմ հաշվումներով 47-ը միայն սեփականություն էին եթե Հայաստանը հիմա 30,000 քառակուսի կիլոմետր է ապա Սյունիքը միայն 15200 քառակուսի կիլոմետր է Սյունիքի տարածքը նրա մեջ մտել Նախիջևան, Ճահուկ եւ այլ 1995 թվականին Ստեփանոս Օրբելյանը կառուցեց Սուրբ Գրիգոր եկեղեցին, որի տեղում 848 թվականին դեռևս կար եկեղեցի։ Հլուզվել էր։ Օրինակ ասենք 1295 թվականին պահած խաչեր կային գմբեթի վրա, գմբեթը ուներ իր գաղտնարանը։ Եվ Օրբելյան, Ստեփանոս Օրբելյանը գտավ այդ գաղտնարանը։ Հայտնի է, որ վտանգի դեպքում սյունյաց իշխաններն ու հոգևորականները Տաթևի գանձերն ու ձեռագրերը պահում էին անառիկ վայրում։ Դա Կապանից արևմուտք գտնվող Բաղաբերդ ամրոցն է։
Ուղևորվենք այնտեղ, տեսնենք ինչ պաշտպանական համակարգ ունի այդ ամրոցը։ Միգուցե գտնենք Տաթևի գանձերի գաղտնարանը։ Լերկ ժայռերով պաշտպանված այս ամրոցը կառուցվել է 3-4 դարերում։ Սյունյաց իշխան Անդոկը, թալանելով Տիզբոնը, Պարսից մայրաքաղաքի հարստությունները 1700 ձիերի վրա բեռնած ամրացնում է այստեղ։ Այժմ բերդն ավերակ է, խտացող մառախողը թաքցնում է անգամ ճանապարհները։ Բերդը լքվել է 12-րդ դարում, երբ սելջուկ թուրքերին հաջողվել է գրավել ու կողոպտել այն։ Մինչ այժմ ընդունված տեսակետն այն էր, որ 1170 թվականին Բաղաբերդը գրաված սելջուկները այրել են նաև Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10,000 ձեռագիր մատյանները։ Բերդը, սակայն, ուներ ստորգետնյա անցուղիներ ու ժայռափոր պահոցներ։ Բերդում հայտնաբերված այս գաղտնագիրը գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ մեծաթիվ գանձեր, այդ թվում և Տաթևի ձեռագրերը, անմատչելի են մնացել թշնամիներին։ Եթե մի քանի տարի էլ դուք համբեր եք, ապա մենք այդ առեղծվածը կլսենք, որտեղ մենք որոշել ենք այդտեղ պեղումներ կատարել, ծրածից 78 թվականին Բաղաբերդ ամրոցով պեղումներ եմ կատարել, բայց դա քիչ է, գիտեք, քիչ է, որտեղ մենք ունենք մի սենյակ, սենյակի վրա ամենատարբեր սլակները կան, այդ ինչ սլակներ են, առեղծվածային նշան է, այդ սլակներով մենք կարող ենք մտնել դիշկե, իսկ այնտեղ հասկայական մի բանը քարանձավ է եղել, որտեղ 1700 ձիավոր է մտել իր բեռներով։ Սյունիքը հենց առեղծվածային երկիր է։ Ես աստիճանաբար այդ առեղծվածը ուզում եմ բացահայտել։ Եվ Աստված ինձ թող մի քանի տարի էլ կյանք տա։ Եվ Բաղաբերդի առեղծվածը լուծել, առեղծվածային նշանը դուք հենց հիմա կտեսնեք լուծել։ Եվ հետո իմացաք Տաթևի նկուղարկերը իշտել։ Երիտասարդ ուսումնասիրողները հակված են կարծել, որ գաղտնագրի ցուցանած ճանապարհը ոչ թե Բերդի գաղտնարան, այլ ուրիշ մի տեղ է տանում։ Այնտեղ ամփոփված է եղել, ամբարված է եղել գանձեր, արքայական հարստություններ միջնադարում, Անդոկ Սյունու Բերդն է եղել Բաղաբերդը։ Ասեմ, որ Բերդը անառիկ Բերդ է եղել։ Բերդը գրավել է միայն 12-րդ դարի վերջին 1170-ին սելջուկների կողմից։ Եվ հավանաբար այդ գանձերն արդեն 12-րդ դարի վերջին երևի չեն վերաբերվում թագավորական գանձերին կամ նյութական գանձերին, այլ հոգևոր գանձերին, որ այնտեղ ամփոփված է եղել, այնտեղ պահվում էր շուրջ 10,000 ձեռագիր մատյան, որ համարվում է, որ այդ մատյանները ոչնչացվել են Բերդը գրավելուց եւ ավերելուց հետո, բայց կան վարկած, կան ենթադրություն, որ նույնպես ապացուցված չէ, որ այդ գրքերը, մեր ձեռագիր մատյանները փրկվել են եւ թաղվել են գետնի տակ։ Այդ տարածքները Բաղաբերդից մի քիչ դեպի ներքև գիրաթաղ է կոչվում եւ հավանաբար կարող ենք ասել, որ գրերը թաղված այդ բառից է գալիս։ Կարծիք կա, որ Տաթևի վարդապետների թողած գիտելիքների ամենամեծ գաղտնագիրը Գավազանասյան վրա է։ Այդ յուրատեսակ կողմնացույցի ճշգրիտ ուսումնասիրությունը կարող է մեզ համար ուղեցույց լինել նոր ժամանակներում, եթե իսկապես գլխի ընկնենք, երբ եւ ինչու է ճոճվում Գավազանը, որը մեր հայրերը կանգնեցրել են հանուն Սուրբ Երրորդության։ 2013 թվականին վերջապես մենք կարողացանք ուրեմն գիտափորձ այլ ուրեմն պլանի, այսպես ասած, գիտափորձ անցկացնել ուրեմն Նովոսիբիրսկի տիեզերոանթրոպոէկոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ։
Եվ բացի դրանից ուրեմն գիտափորձը ինքը միջազգային գիտափորձ էր, քանի որ այդ գիտափորձին մասնակցում էր 7 երկիր։ Բոլոր 146 մասնակիցներին բաժանվել էր ուրեմն Տաթևի սյան նկարը։ Բոլորը անխտիր այդ սյան նկարը պետք է ունենային։ Եվ նրանց առաջարկվել էր ուրեմն Հայաստանի ժամանակով ժամը 4-ից 4:30, ուրեմն մտովի կապնվել ուղղակի Տաթևիսյանը Հայաստանին, այսքան բան։ Եվ իրենց ուրեմն զգացումների մասին մինչև ամսի 13-ը գրել եւ ուղարկել մեզ։ Բացի դրանից, նրանք ովքեր հնարավորություն ունեին անելու այդ փորձը, ուրեմն պետք է չափվեր նրանց ուրեմն ճնշումը, այո, զարկերակային ճնշումը եւ պուլսը, ուրեմն զարկերակային։ Նախ պետք է ասեմ, որ մոտավորապես 40% տեսել էին պատկերներ, բացի նրանից, որ զարկերակային ճնշումը եկել էր նորմի մեջ, պուլսը եկել էր նորմի մեջ, բացի այդ զարմանալի երևույթից, ուրեմն պատկերներ էին տեսել եւ նույնիսկ Տաթևի տեղանքը առանց լինելով այնտեղ սկսել մեզ գրել էին ինչպիսին է նա եւ այլն, նույնիսկ ուրեմն ինչ որ դարաշրջանի ուրեմն խախտում էր եղել, այսինքն նրանք պատմում էին պատմություններ, որ եղել են 1000 տարի առաջ, ասենք Տաթևում։ Պատկերացնում եք։ Սա շատ զարմանալի երևույթ է, դա դեռևս պետք է ընկանել, հասկանալ, բայց համենայն դեպս ուրեմն ամենագլխավոր պատասխանը մենք ստացանք, որ Տաթևը ուրեմն կարող է ներազդել, այսինքն կապելով մարդկային մտքի հետ աստղային, ուրեմն երկնային եւ երկնային այդ կետը կապելով մարդու հետ, մենք կարող ենք ստանալ մարդկային կենսաուժերի կորելացիա, այսինքն հավասարակշռում։ Եթե մենք կարողանանք ընկալել այդ գիտությունը, ուրեմն կոնկրետ ասեմ, որ ասենք մի 10 տարի հետո կարող ենք մենք արդեն հեռախոսակապ ունենալ առանց այս բջջային հեռախոսների, կապվել իրար հետ, ուրեմն մտովի եւ նույնիսկ էկրան բացել, իրար տեսնել եւ այլն, այդ նույն բանը այս գիտելիքը մեր նախնիքը ունեցել։ Տաթևի ճոճվող սյունը կարող էր վախեցնել թշնամիներին, ողջունել վարդապետներին, այսօր էլ զարմացնել մեզ իր ճարտարապետական հնարագիտությամբ, կարող էր խորհրդանշել նոր ժամանակների սկիզբը, սակայն ստիպված ենք արձանագրել, որ նրա իրական նշանակությունը մնում է չբացահայտված։ Թե որ զրույցին կհավատաք, ինքներդ ընտրեք։ Ինձ համար ամենագեղեցիկը Գրիգոր Տաթևացու քարոզի ժամանակ սյան ինքն իրեն ճոճվելու եւ մեծն վարդապետի հոգու բերկրանքը կիսելու մասին ավանդազրույցն է։ Խոսրովի արգելոց, հզոր ամրոցներ, ժայռափոր եկեղեցիներ, եզակի բնական աշխարհ։ Ինչ գաղտնիքներ են պահված այս անտառների քարանձավներում։ Արդյոք այստեղ կարող ենք կովկասյան հովազ տեսնել։